Ինձերան փողոցից դուրս են գալիս Մոսկովյան։ Ողջույն։ Ողջույն։ Ամսի քանիսն Անետ ջան։ Ամսի 6-ը։ Ամսի 6-ը։ Հունիսի։ Եվ էլի ես մարաթոննակ։ Այո։ Ունեմ մի նոր բան հնարեին, չէ Արմեն։ Կոնյակի փառատոն։ Ինչու մի նորություն է, պիտի հանդիպում։ Լավ, ամեն տարի նույնը։ Ինչ տարբերություն, գինու թե քարեջրի թե կոնյակի։ Պաղպաղակի թողելներ։ Խաչմերուկա, այնտեղ Բաղրամյանն է։ Այս հալա աղբամանները Արմեն։ Հա, այս փառատոնի արդիվ են բերել։ Ռուսերեն ասում են много гостей, много мусора։ Դե լավ, մի հատ Նենց մի թեթև նկարենք, չէ։ մեջով անցնենք։ Հա, մենք այսօր ուրիշ գործել ունենք։ Հետաքրքիր։ Դժում են հայերը։ Աղի երևի, հա։ Բարև ձեզ։ Լավ գործի վրա եք։ Ողջույն։ Ինչպես եք, լավ եք։ Նորմալ։ Գնացվալ են, Անետ։ Ես նորություն է, չէ։ Ինչ է։ Գնացվալը։ Մենք չենք հանդիպել ոչ մի։ Հա։ Հա որն են իրանք։ Լմի րոպե։ Անահի։ Ոնց իմացաք։ Մենք ամեն օր ջաշի գնստիկ, ձեր վիդեոն գանենք, քինին գտնենք, գծիդենք ամեն օր։ Բարև ձեզ։ Դե տենում եք, գինին դրեցիք, սկսեցիք ճաշել, մենք եկանք։ Լավից եք ճաշելու, ոնց եք, ինչպես եք դու։ Լավ ենք։ Մենք ձեզ հետևել ենք։ Շատ լավ։ Դա ամեն քանի տարի է ձեզ հետևել։ Հա։ Որտեղից։ Հիմա ես եմ ձեզ հետևում, ոչինչ։ Ոչինչ։ Կարելի է։ Լավից եք հետևել։ Շնորհակալություն, գործ ունենք հələ մի հատ։ Արդեն պիտի երթակ նկարելու չէ վերջացա։ Չէ, հրավիրված ենք միտեղ, պետք է գնանք։ Լավ է, որ ձեզ սանքցես, ամեն օր գսենք արդյոք պիտի Այսօր գտեսանք, Վերջը տեսակ։ Չենք գիտեն, որ մեկ փողոցներն եք, որ մեկ ճամփաներն եք, որ ձեզի ծանոթանային։ Հաճելի է, լավ տրամադրության մեջ եք, ես տեսնում եմ։ Ինչքան վաղ է Երևանում եք։ Երկու շաբաթ եղավ։ Հա, երկու։ եք եկել։ 6 շաբաթ։ 6 շաբաթ։ Ընտիրը։ Ես այսօր քաղաքացի եղա, կացի, Հա։ սպորտս։ Հայաստանի քաղաքացի եք։ Հայաստանցի եղա։ Դա ինչ է տալի ձեզ։ Ինչ։ Կարող եք տուն առնել, թե ինչ։ Չէ, արդեն արի։ Ինչ եք ասում տունը։ Որտեղ եք արել։ Վերին անդարայի։ Շատ լավ տեղ է, շատ։ Հա, հոյակապ։ Ես շնորհավոր։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ։ Ուրախությունով լինի տունը։ Okay, հաջողություն ձեզ։ Ստեսուն ձեզ, իսկ քանի հատ թոռ ունեք։ Ինչպես։ Ես զվարթ է, ես միշտ կոմենտ կկրեմ ձեզի։ Միշտ կոմենտ։ Զվարթ կնայեմ կոմենտը։ Ազգանունը Քեթենջյան։ Չետնջան։ Միշտ Եղավ։ կոմենտներ կկրեմ։ Ատեներ քիչ մը աները վրա կկրականկադի։ Հրանտ։ Ինքը չի կրել կոմենտ, ես եմ կրել։ Հրանտ գսեք, ինչպես։ Այո, մենք Հրանտ։ Հրանտ։ Հա, այո։ Ու քանի հատ թոռ ունեք հրանտ։ Ես դա չեմ ամուսնացած։ Չեք ամուսնացել։ Այդ կապ չունի, քանի հատ թոռ ունեք։ Չէ, չունենք զավակ, երեխա չունենք։ Չունեք, հա։ Երկուսով եք, հա։ Այո։ Անոնեմ արտետև։ Էդ էլ է լավ էլի, դուք ինքները ձեր գլխի տերն եք։ Այո։ Ամեն տեսակը իր հետաքրքրություն ունի կյանքում։ Ասուծո գամքն է, չէ, չեն կրնալ խառնել։ Այո, մենք ինչ գործ ունենք վիճենք հետը։ Ձեզ լավ որ հաճելի էր շատ։ Տեսում ձեզ։ Հա, գենացվալ են չնայեցինք։ Են կողմը գինի էր, անա այդ գրած։
Էս անայդ գենաց վալը, ես էլ գենաց վալը տղեկ բաժարը, հա։ Այս խեղշտեղեն ոնց է կանգնում։ Գինիներ, միտեղ գերեին էլի քանի տեսակի գինի աստեղ։ Նոր արենի։ Էս վարկյանին։ Սուտքի ես արենին ամենաշատն եմ սիրում։ Սեբաստիայի գինի, դե գիտես ինչ անայդ։ Ես ինչ-որ Հատուկ իմ համար է սարքվում, որ ես ուշաթափվեմ։ Բայց ես սոսկալի մեջ չալաղաջներ են։ Դե իրար վրա դնում են։ Չէ, չափսը շատ մեծ է։ Հա, մեծ է։ Մեծ խոզ էր։ Ակսակալ խոզ էր, հա։ Թիկետները։ Դեցեք արքին չհասկացանք ես ինչա։ Դե արվում ես, գումարը տալիս ես։ Բարև ձեզ։ Մի հատ պատմեք էլի ես ինչ պատմություն, ամեն անգամ նայում եմ բան չեմ հասկանում։ Չէ, Ազոն, հա։ Փառատոնա, Հա։ գինու փառատոնա։ Այո։ Ու մենք ստեղ վաճառում ենք բաժակներ, որպեսզի դուք ձեր բերեք գինիներ։ Ու այս գինի 4000 դրամ։ 4000 դրամ բաժակը։ Ու ձեզ անհրաժեշտ է անպայման այսպիսի բրենդավորված բաժակներ։ Ահա, ասենք ունեցանք այդ բաժակը հետո։ Ունեցաք այս բաժակը, դուք պետք է ունենաք նաև այս 12 հատանոց կուպոնը։ Որոնց միջոցով, չէ, էսի 3000 դրամ։ Ընդամենը 7000։ Հա։ Տալիս ենք, հետո ինչ ենք ստանում դիմացը։ Ես ստեղ վայելում եք գինիները։ 12 գինի ենք փորձարը։ Քանի հատ 12 հատ կարանք։ Դե նայած արդեն գինու արժեքից։ Հա։ Բայց ոնց իմանանք։ Գինի դեն այնտեղ օրինակ տեսեք ցուցակը տված է։ Տեսեք օրինակ փորձելու համար 2 կուպոն, իսկ ընդհանուր մի բաժակի համար 5 կուպոն։ Ախ, ամեն մեկի վրա գրած է քանի կուպոն։ Այս կուպոնը կտրում են ամեն անգամ, հա, պահում են իրանց։ Հա։ Չէ, շնորհակալություն, 7 հատ կուպոն է։ 12 հատ կուպոն է։ Ընդհանուր 12 կուպոն։ Գումարը 7000։ Իսկ բաժակը հետո կարամ տուն տանեմ, թե պետք է դերեմ հանձնեմ։ Ձեզ ամոնում։ Այդ է շատ լավ։ Շնորհակալություն։ Վերջապես մի քիչ մի բան հասկացանք անայդ։ 7000 տալիս ենք։ Բայց հարցրեց ես կարանք ուտենք այդ կուպոնով։ Թե մենակ պետք է խմենք։ Ինչ։ Կուպոնը էլի։ Կուպոնը ուտես, թե կուպոնով։ Չէ, կուպոնով ուտեմ, ինչ անեմ անայդ։ Դրա համար սկսեցի ծիծաղալ։ Ես էլ քո սիրած ողջույն։ Իսկ օրինակ ժինգալով հաց կուպոնով լնում ա վերցնել, թե չէ։ Եթե այս բաներից ունենք, հա։ Հա, լնում ա, քանի կուպոն ա մի հատ ժինգալով հացը, չգիտեք։ 2 կուպոնը մի հատ ժենգալով հաց։ Շնորհակալություն։ Ինչ արժե ժինգալով հացը։ 1000 դրամ։ Ոնց որ միշտ։ Դե մենք Իր ստանդարտ գինը։ սիզոնսում բա։ Ես հիշում եմ 150 դրամ էր, հա։ Էդի։ Բարև ձեզ։ Դե։ Արագ մեծանում ենք անայդ։ Երևան Wine Days։ Այդ այնց է կոչվում միջոցառումը։ Ես էլ նուրբ երշիկներ։ Բարև ձեզ։ Ես էլ մենյու։ Որապս։ Ոնց է հնչողությունը, ոնց է։ Որապս։ Որապս։ Դժվար է շատ արտասանելը։ Վրապը։ Վրապը ռուսերեն։ Բա հայերեն չկա։ Վեգան։ Վրապս նորի։ Վեգան վրապել կա։ Հա։ Հիմա այս երշիկը վեգան է։ Դելնում է տենց սարքում են նորի նման։ պրոդուկտը մի վրապ տերիակի ինչա։ Մի քիչ ավելի քաղցրավուն սոուսով է։ Տերիակի սոուսով է։ Այդ սոուսն է։ Հա։ Վարզա։ Որ այդ սոուսը առանձին 2000 դրամ է։ Ստեղ։ Չէ, իրար է։ Իրար, բա պաստորեն 900 դրամ էժան է, եթե սոուսով ես Էսի վեկալու։ մորե պրոդուկտով։ Հա, մորե պրոդուկտ։ Там креветка, мидия, кальмар։ Հա։ Վրապը քանի հատ է այդ բանը։ Մի հատ
բուտերբրոդի մի հատ։ Հա, մի վրապն է։ Դա Շնորհակալ։ շատ շնորհակալություն ձեր գործերին էլ հաջողություն։ Մերսի շատ։ Շնորհավոր։ Ձեզ է։ Վրապ։ Ուսերեն լավ է վրապ, բայց անգլերեն շատ դժվար է։ Ալեքսանդրիա, հա, ես Ալեքսանդրիայից, հա։ Ինչ։ Ալեքսանդրիան որտեղ է։ Ալեքսանդրիա անվանումը ավելի շատ պայմանավորված է մեր հիմնադրի երեխաների անունով, հետևաբար որևէ տեղանք։ Հա, հասկացա, առաջի խոսքերն են, հա, երևի, մեկը Ալեքսա։ Ալեքս եւ Անդրեյ, իսկ գինին որտեղից է։ Որտեղ է պատրաստվում։ Գինիները մեր այգիները հիմնականում Նորեդեսիա, Պրոշյան, Արենի։ Նորեդեսիա։ Այո, ու մեր գինեգործարանի առավելությունը նա է, որ այսպես ասած կարևոր կետերից մեկը մեր, որ հայ միջազգային սորտերի խաղողները այստեղ աճեցնում ենք։ Մենք ու շարդոնեն չենք բերում դրսից, բերում ենք այստեղ աճեցնում ենք Շարդոնե։ Նույնիսկ շարդոնե։ Այնպես որ անպայման ձեռք կուպոններ եւ համեցեք Եկեք խմեք, հա։ Լավ։ Ինչ գույն, բոլոր գույները կա, ռոզովը, սպիտակ։ Սպիտակ։ Հա, Սպիտակ։ Կինը շարդոնեի մեծ մասնագետ է, դրա մի անգամ խմել է։ Ու դարել է մասնագետ։ Մեզ մենք խանութից էլ առանք, բայց արդեն են չէր համար։ Ուրիշ էր, հա, դե շարդոնը ինչ, երևի մի 50 ձևի կա վախենամ։ Ես բժշկական օգնությունն էլ է կուպոնով տնաս։ Լավ է, լավ։ Ֆիլիպինո։ Ինչ? Ֆիլիպինո։ Հենա, տես իրանք սախ ընդեղ են։ Community in Armenia։ Ափսոս, հայերեն խոսալ չեն կարա, չէ։ Չէ, որ այդպես նկարում է։ Ինտերվյու է։ Ոյ։ Ես ինչի միս է։ Խոզի։ Խոզի։ Որցել եք լավն է, շատ ներողություն։ Ես երկրորդն եմ։ Հա։ Համոզված է խոսի, հա։ Հա, համոզված է։ Դե բարի ախոսը։ Ֆիլիպինական կազմակերպություն ենք, մենք այստեղ այսօր եկել ենք, մեզ հրավիրել են հենց կազմակերպիչները այստեղ։ Գնացինք անա այդ մարդիկ լուրջ գործ են անում մենք։ Հայերեն է։ Այո, հայերեն։ Այդ տղան ասեց շատ համով էր խոզի միսը։ Ես իմ թշնամիներն են։ Սիրուն թշնամիներ։ Ես էլ են ոնց որ օտար երկրացիներ։ Ինչ։ Օտար երկրացի են։ Ագասի։ Ինչերեն են խոսում։ Չէ, ռուսերեն են խոսում։ Հա։ Դες կուպոն ունի։ Հա, ես տեսա։ Բայց ռուսները մեզ լավ քաշեցին։ Ասախի։ Հայ մարդ եկան 2 տարի առաջ։ Սաղ ինտերնետը վիդեոներով լցրեցին։ Վայ ես ինչ էժանա, վայ ես ինչ համովա, վայ ես ինչ էժանա, էժանա, այսօր իմանում ենք Մոսկվայից թանկ ենք դարը։ 3 անգամ։ Լավ, հա, 3։ Դե բադ եմ ասեցի։ Բանը այդպես ասել։ Կոտոշ, ես ինչ այդ ակիր անունա։ Կոտոշ գինի, ասենք մի վաղ կոտոշից է, ինչ է խմում գինին։
Թիֆլիզում բերեցին մի հատ եկքա կոտոշ, ասին սաղ պետք է խմես։ Ամբար։ Հանայ դեց ինչ էկզոտիկ բդեր են։ Ամբար, ես ամբարում ես եղել եմ, հիշում ես, որտեղ էր։ Մի րոպե։ Ամոնա, բայց Պրոշյանի վրա, չէ, Պրոշյանի վրա ունեք։ Պարոնյան, ճիշտ է, Պարոնյան, եղել եմ ձեր մոտ։ Ես դուք եք չէ պատրաստում, թե։ Չէ, իսպանական են, Իսպանիայից եք բերել։ Այդքան քաշեն տվե բերել են, այդ չունենք մենք մեր։ սև խոզիկ չունեք, հա։ Ունենք, խանութում կան, այստեղ այսօր ներկայացված չի, բայց կան։ Դե ձեզ հաջողություն։ Մերսի շատ լավ որտե։ Ձեզ։ Ամբար, ճիշտ է, մտել եմ։ Պարոնյանի վրա։ Ահա, նրանց տնից մի քիչ վերև։ Այս մարդիկ տես լուրջ Երևանի շամպայն գինիների գործարան։ Միջորոց մեր շամպանյը շատ լավ։ Հավանում ես մեր շամպայնը։ Ես մեր հայկական շամպայններն են։ Այո։ Բայց ինչ-որ լավ էժան են, չէ, հայկական շամպայները։ Օրինակ է շիշը ինչ արժի խանութում երեխեք։ Խանութում 1800-ի կարգի։ Շատ էժան է, չէ։ Այդ որակն է լավ։ Բայց այդ շամպայն է, թե գազավորված գինի է։ Շամպայն է, երկրորդային խմորման շամպայն է։ Նրան շամպայնեն ունեն։ Հայացքի։ Ինչ շամպայն է։ Նրան շամպայն։ Նրան, ինչ եք ասում, այ մը։ Տողին շամպայն, շամպայն չոր, շամպայն բյուտ։ Ինքն այն դառնա, բյուտը։ Բյուտնա, հա։ Միշտ Սա մի գինեն են լավ։ ինչ շատ զարմացնում եք միշտ։ Սա կուպոններն է։ Հա։ Բայց այդ գնի մեջ հնարավոր է շամպայն սարքել այ մարդ։ Բանա, գիտես այդ գինը այդ 7000-ը, նս լավ խապուսի կա։ Ինչ 7000 անայդ 1800 դրամ ասեց։ Չէ։ Հա ինչ է։ Կուպոնի գինը։ Ախ կուպոնի գինը։ Բաժակի։ Թվում է այդքան թանկ չի, բայց երկու անգամ խմում ես ու վերջանում է կուպոնը։ Ոնց 12 հատ կուպոն էր։ Դե 12 հատ, բայց նայեք նույնիսկ շամպանները 2-ից 4 կուպոն են գրած։ Դե պետք է հարցնեինք այդ երկու կուպոնի տեղը ինչքան պետք է վճարենք։ Արեզես Լիբանանյան շաուրմա։ 782-ից։ Այո։ Արշակն է։ Արշակ են ընտիր ռեստորանը թողել ես եկեք փողոց։ Մի ասեք, ոնցեք։ Լավ ենք, լավ է գործել ես։ Նորմալ, լավ, առաջ տարիներ ասինք ծնատները վար։ Ճիշտ ես արեբավոց։ Համով մաները բերել ենք։ Ողջույն, լավ ենք։ Ինչ հրաշք տեսախցիկ ունեք։ Ես ամեն ինչը ֆիքսում եմ։ Էլ ասում ես։ Ոնց որ են ինսպեկտորները, չէ՞ որ կանգնացնում են, սաղ նկարում են։ Հա, բանը։ Ես ինչ է արշակ։ Հա, շեֆը։ Օ, խոզի կողիկներ, այո։ Արշակ ջան, այս 2600 էդ ինչն է։ 4-5 կտոր է, 200 գրամ։ Բարզա։ Գնացինք։ Լավ որ։ Հաջողություն։ Ապրեք շատ։ Очень идет. Էնի։ Ինչ։ Էնի տեսա, բայց Տիֆանիսն է ինչ գործ ունի։ Ես չեմ հասկանում։ Գայլենի ռիթմա է։ Да? Что вы говорите? Очень рад, что вас встретил. Ну и завтра утром можете посмотреть, как танцуете. Это ваш... мы придем без него, потому что с ним ничего. Да, понятно. Удачи.
Բայց որ խորաս ուզվում ես, հա, չենք ասել, խորաս ուզվում ես, այդքան տահաճ չի, ինչքան հերվից ա թվում, հերվից նայում ես լիքը մարդ, ժողովուրդը այդքան շատ չի մնա, երբ որ սկսում են բրդոցները արդեն դառնում է անգում, հելենայի սիգից շիպս կա, անայդ, 300 գրամ, հա, 3000 դրամ, Սիգից պոպկորներ կա, երեխեք ես բարեզ ես, ես ձկից ես ամեն ինչը, ես չեր եք հնարում, այմար, այդ պոպկորնը կարանք մի հատ տեսքը տենանք ուղակի։ Սենց տեղինց հիմա չկա, չկա։ Գիտեք ոնց է, այսինց մաներ կտտած սիգնա, ժարի տարած համեմունքներով, շատ համով է։ Հետո փքված է ինքը։ Իսկ ես մեկը ինչ է օրինակ։ Ոնց է կտրտած մաներ։ Ես մեկը ինչ է։ Սիգի վարշից գնդիկներ է։ Այո։ Ռիբնի շարի։ Լավ, լիքը սիգուն եք ոբշեն։ Ես էլ մեր կենասն խմում անեց, ես կանգնենք։ Արդեն բարձր, ես ստեղ ժողովուրդը շատ անցավ։ Հա, ինչի տենաս։ Նայի բեկոնն էլ անում են։ Համոնից, հլը տենանք իրանք են անում, թե Իսպանիայից են վերում։ Երեխեք ջան, ես Իսպանիայից եք վերել, թե դուք եք սա։ Հայկական արտադրանք է տեղական։ Այո։ Սա խանութում կա։ Այո, միայն բեկոնի ֆիրմայի խանութներում կա։ Ուրիշ խանութներում չկա։ Եղավ։ Ու ինչ արժե ասենք։ Կիլոգրամը 21,000։ Վարզա, շատ շնորհակալություն։ Սա ապխտած է, թե ինչ-որ։ Ապխտած է։ Հնեցված է։ Տակարի մեջ, այո, 21 տարի հնեցված։ Ոնց, 21 տարի չկա բեկոնը, ետ են հաս։ 30 տարեկան է։ Շնորհակալություն շատ։ Կառնված է։ Մեղացրեցի աղջիկան։ Ողջույն։ Բա, ես ինչ հաճելի է, որ միասին եկել եք։ Այո։ Դա անեիտ։ Ես սենց ասորտի է, հա, բեկոնի։ Իհարկե, պապիջան, բեկոնի յուրաքանչյուր երշիկ ներգրաված է այստեղ։ Իսկ են էլ կա մեջը։ Իհարկե, գնում եք, գնում անվճար նկարվում եք ու նկարը տալիս է տեղում։ Չէ, նկարվել չեմ ուզում, են նրանից սրա մեջ կա։ Չէ, Չէ, առանձին կշռվում է։ առանձինը։ Եղավ ձեր գործերին հաջողություն։ Շնորհակալ եմ շատ, Աստված ձեզ էլ օր գործեք, միշտ միասին եք։ Կաշխատենք։ Ձեզ էլ երեխեք ջան։ Ահա։ Ես են տղան է, որ մեզ հանեկարում է։ Ազիվ աղջիկ եք հանդիպես գեղեցիկ, մեզ էլ չի նկարի անայդ։ Ես են տղան է, որ մեզ միշտ նկարում է, ասում եմ գեղեցիկ աղջիկներ հանդիպես, ողջույն։ Просто вас очень большой фанат, он из Питера все время смотрит, и нам все рассказывает, что происходит. Мы с ним уже... Можно я вас сфотографирую? Пожалуйста, сейчас выключу. Я не знаю, это супер, я ее так безопасно. Ասում եմ, դա ոնց եղավ, որ մեզ սկսեցիք նայել, ասում անցյալ տարվա գինու փառատոնում ընկել եմ կադրի մեջ ու դրանից այդտեղ ձեզ հայտնաբերեցի եւ գրվեցի եւ հիմա ամեն օր նայում եմ չէ, դե ամեն օր չէր, ասեց ռուսականը անպայման, հայկականը մի քիչ ինձ համար բարդ է, բայց մեկը նայում եմ Արարատ Զվաձեր սարքում են ստեղ այս հրապարակում Ես էլ ասեցինք լավ պավիլյոն Ես կոնյակն է, Անայդ ջան, ոնց լավ պավիլյոն, բա ինչ պետք է լինի Հա, պավիլյոնը լավն է, ես օրինական ցել տարի չեմ հիշում Ես էլ առանձնապես չեմ հիշում, բայց Ես կոնյակները քանի կուպոն է Աղջիկան դասս նյոս մեջ կհա Thank you.
Ես կոկտեյլներ եք սարքում։ Այո, ակու տեսքով Ափսոս չի կանյակը։ Կանյակը ափսոս չի։ Հա, ասենք ընդեղ կա, չէ, ծիրանի կանյակ, կոֆեի, շուրջի կանյակ, հա։ Հենց այդ կանյակներն են։ Էլի կուպոնները ված են։ Այո, այո։ 5 կուպոն կոկտեյլի համար, 4 կուպոն մաքուր։ 4 կուպոն, ինչ, 4 կուպոնը ինչն է։ Մաքուր տեսքովի համար։ Այդ քանի աստղնա։ 6 աստղի կոնյակից բյուրդով պատրաստված կոնյակներ են։ Ինչո՞վ։ Կոնյակի 6 աստղանի կոնյակից բյուրդով պատրաստված կոնյակներ են, կոֆե, մեղր։ Հասկացա։ Հա, բոլորը դրանք են։ Այո։ Շնորհակալություն շատ։ Չէ, բոլորը այդ բաներն են։ Այդ կոֆե, ծիրան, միրան։ այդ կանյակն է։ Հա, ասեց կանյակի սպիրտով բացած։ Ֆոկուսներ են անում, էլի։ Ազոն։ Ուր է։ Այս ազոնը ինչ-որ միլիոնավոր ապրանքներ, շահավետ գներով։ Հա։ Վայլբերիսեր, ազոնա, էլ ինչ կա։ Գլոբինգը։ Այս լուրջ պատմությունը։ Ես իմ պատմում են ոնց արնում, ինչ արնում։ Կարող են շշահում կա։ Դա լավ է, հավշկը։ տեսա։ Այդ կուբիկներն է, շահում։ Հա։ Դրաման հերթա։ Ինչ շահեցիք։ Ինչ։ Իսկական հեռախոս։ Բա ինչ արեցիք։ Ինչ որ տոմս առաք, հա։ Խաղին եք մասնակցում։ Խաղին եք մասնակցում։ Ցույց եք տալիս, որը պետք է բացվի։ Հա։ Շահում եք հեռախոս, հա։ Չգիտեմ։ Դե հետաքրքիր ես։ Դե շնորհավոր։ Այո, ուրախությունով Պատետավորված է։ Կարող են հեռախոսամ եկել կորում է ինքն իրան, էլ ինգնում է իրան ստուպի մեջ։ Պատետավորված է։ կարևորը որ հեռախոս։ Դե լավ։ Հեսա որ հենց հիմա որ բացեցին, դուք ինքներդ կտեսնեք ինչ հեռախոս է։ Եղավ։ Ձեզ եք կընտրեն։ Հա։ Շահի մասը է ուրախ։ Դե միշտ sense հաջողակ լինեք կյանքում։ Ստեսում։ Եթե քիչ արի կանգնի։ Անայ տարի, հա, աղբոր պես։ Չեմ ուզում։ Դու այդքան ազարտի մարդ ես չուզեց։ Բարձել է ազարտնս ես, Անայ, այդ ուսանողական տարիներին էր։ Էման դեր եք, մենակ ուսանողական չէ, շատ։ Ես գիտես չէ, մի անգամ Դավիթը մի հատ բան ցույց տվեց ինձ հաղորդում։ Դրանից հետո հավեսս լրիվ կորավ այդ ազարտի։ Ինչ ցույց տվեց։ Մի հատ անգլիական ինչ-որ բան էր, երբ էր, երևի մի 10 տարի առաջ։ Ուրեմն այդ հաղորդումը իրանք հետևել էին 10 մարդու անայք, որոնք ժամանակին են ջեքպոտ մոտ նկարվեց $1 միլիոն էին շահել։ Ոչմ է 10-ից 8-ը, չեմ ամ քանի տարի հետո, զոհվել էին տարբեր ինչ-որ բաներով, այդ ավարիա, չգիտեմ ինչ-որ յախտայից։ Պատկերացնում ես։ Միշտիկ բաներին հավատում ես։ Չէ, միշտիկ չի, ես զգացի, որ շատ ճիշտ բան դա կարող լինի։ Կոնկրետ էս մանրունք էր, իհարկե, բայց միտքը ես համաձայն եմ։ Դրա համար չուզեցի, հա, խաղալ։ Չէ, կոնկրետ դրա համար չէ, արդեն դրանից հետո գլխիցս դուրս տրավ այդ ազարտի միտքը։ Հետ հետաքրքիր չի արդեն։ Որը։ Ես կարճ շալվարով է։ Այո։ Ես արդեն մոտից ինչ ուզես հանում եմ։ Դե լավ այդքան խմած չէ, դա նույն։ Բայց ճոճվում է։
Գնում ենք Մեր չեն գնում։ ուղիղ երաշտության։ Այս դալանից չմտնենք Անահիտ ինձ մոտ։ Այս ինչ-որ նոր ջուր է, հա։ Հենց ջուր է կոչվում ձերը։ Բրենդավորված ջրեր են, հայեմ ես ապրանքանիշի ջրեր են։ Հաջան։ Հայեմ ես ապրանքանիշի ջրեր են։ Հայեմ ես, սենց հա, բա խանութում չեմ տեսել ոչ մի անգամ։ Դե այս օրերի համար են օգտագործում փառատոնի հետ կապված։ Սա հատուկ փառատոնի համար է։ Իսկ ինչ արժի մի շիշը։ 500 դրամ։ Օ, ես ինչ թանկ է։ Կես լիտր է։ Այո։ Հա։ Երեխեք իսկ պուլպուլակից այդ նույն ջուրը չի գալի, թե սա լավն է։ Դե սրանք մաքրված ջրեր են ավելի։ Մաքրված են։ Հա։ Եղավ ձեր գործերին հաջողություն։ Քանիսը կլինի։ 6:25 րոպե։ Այո, հենց նոր նայեցի։ Չէ, Անահիտ, ես տրասայից դուրս եմ գալի։ Ուր անդեղ լադասին։ Այո, մալինովое недозревшее вино։ Ես մեր Պետրոսն է։ Ողջույն։ Ձեր գործերին հաջողություն։ Պալանջան վայն։ Один глоток и ты влюблен։ Վարպետ Պետրոսին ջերմ ողջույններ։ Ստեսեն ձեզ։ Հաջան։ Իսկ դու ինչի ոչինչ ես խմում։ Չեմ ուզում, չի խմեմ։ Հա։ Չեմ ուզում խմեմ։ Ես վաղը լավ կխմեմ։ Լավ։ Այո, եկել են փառատոնի ռոլ։ Ահա միշտ է Վերազան, սիանալի, ես գում եմ արդեն ինինի գործ։ Լավ գնացի կանեն։ Այն դեռ։ Անցում մեզ չի, մեզ են դալան լապել։ Կատալիներ կանել, նոր են պարատոնի գտնավոր հովանավոր և գործիներ աղբական մնավարին ամերկինան։ Ես էլ ես ու Անահիտը բարև ձեզ գինու փառատոնից հետո այնտեղ փառատոնն է, այստեղ մենք ենք, իսկ այնտեղ այն ուղղությամբ Անահիտ Ագալյան ենք, Անահիտը և Արտաշեսը մենք հանդիպել ենք իրանց հետ, շատ լավ զույգ են ու Անահիտի հայրն էր ճարտարապետ մեր քաղաքի Արմեն Ագալյան և հոր հայրը պապիկը Անահիտի Ֆրեյդուն Ագալյան։ Մենք շատ խոսել ենք, շենքերը ցույց ենք տվել, նշել ենք ամեն անգամ։ Հիմա գնանք իրանց տուն։ Ստեղ սկսվում է մեր վիդեոյի երկրորդ մասը։ Ստեղ էլ մեր Գագիկն ու Սվետան էին ապրում։ Գագջան հլտես ինչքան լավ է կանգնը քիփ։ Հիշում ես։
Ողջույն։ Ողջույն սիրելին։ Մեկնացինք այս գագույն շենքներ, որտեղ մնում էին, մի վարկան այստեղ մի հատ Սուրբ Զորավոր եկեղեցու գեղեցկուհի այգին ցույց տամ ու գնանք այն ուղղությամբ պետք է գնանք, որ ցույց եմ տալի։ Ահա, եկանք։ Նայեք ստեղ գրած է Library for architecture։ Հա։ Մի խոսքով։ Դե մերոնք լավ կարում են կարդան։ Ահա։ Հավաքվել է ժողովուրդը արդեն։ Ստեղ էլ ժամերը երբ բաց, երբ փակ։ Հա, մեզ ողջունում Անահիտ ընդեղից։ Լավ, ես անջատեմ մի հատ զրուցենք։ Ֆրեյդուն Աղալյան է все-таки։ Աղալյան։ Ես Աղալյան եմ։ Ողջույն։ Անջատեմ մի հատ հանգիստ բարևենք։ Когда отец вам экскурсию проводил, он как раз про меня тоже упоминал, сказал, что я единственный в нашей семье, кто в итоге не стал архитектором, а стал математиком. Այո, միակ մաթեմատիկոսն Անտանիկում, Դալի բեղերով։ Я прадедушка, да. Ճիշտ է, ես տեսել եմ լուսանկարները Ֆրեյդուն Աղալյանի։ Այո։ Ну, моя мама очень любит ваши видео, поэтому я тоже их часто смотрю. Այո, իսկ դուք հայերեն չեք խոսում։ Ես հայերեն խոսում եմ, բայց այդքան լավ չէ դրա համար։ Շատ լավ եք խոսում, շատ հաճելի։ Ինձ որ շատ դուր է գալի։ Իսկ ձեր անունը ինչպես էր։ Իմ անունը Արմեն է։ Այո, հա։ Պապիկի անունը Արմեն Աղալյան է։ Արմեն Աղալյան, այո, Արմեն Աղալյան, Ֆիրդուն Աղալյան։ Фридун, а? Иди, Сусанна. Вай, я шалант. А вот это моя другая красавица, сестра двора, моя мама и сестра. Ողջույն։ Էզեր աղջիկն է, Անահիտ։ Չէ, племянница. Племянница, Мы на улице всем говорили, мальчик. Այսինքն ձեր քույրիկի աղջիկն է։ Извиняюсь, она у меня двоюродная сестра, но у нас очень большая разница. Да. Поэтому вот. А, она ваша двоюродная сестра. Да, у Анахиты тоже есть такое. Да, с большой разницей. Двоюродный брат. Когда нас спрашивают, дочка, что младшая. Да, все время путается. Դե մի հատ անցնենք տնանք։ Անահիտ ջան, կարող են նախապես ինչ-որ բան կա պատմելու միջոցառման մասին, թե ընթացքում կհասկանանք։ Տենց ավելի հարմար է։ Я 10 дней так готовились вместе. Հա, պատկերացնում եմ ինչքան եք տանջվել։ Հա։ У меня сейчас голова по техническим вопросам. Եղավ, աշխատենք ինքնուրույն։ Էս է դեպքի վայրը։ Էսա դեպքի վայրը, Բաքու։ Չէ, вообще-то в Бեթկալինի, там лекция будет. Հա, լեկցիա կլինի։ Հա, այս բալկոնը Անահիտը հիշեց, ստեղ բարձացանք, նայեցինք, հոյակապ տուն է, ընդհանրապես։ Հիմա ես Արմենից ահագին բան իմացա, Անահիտի տղայից, հիմա ձեզ պատմում ես, տանը ինչ է կատարվում, ուրեմն ստեղ հավաքվում են ընկերություն է ճարտարապետների, մեծ մասը երիտասարդ ճարտարապետների, իրանք ստեղ հավաքվում են, զրուցում են, ընդեղ տեսակ գրադարան ունեն, մի խոսքով շփման տեղ է ճարտարապետների, մոտարապես ոնց որ ճարտարապետների միություն։ Ու այդ ճարտարապետական բյուրոները քաղաքի տարբեր տեղերում են իրանք,
Մենակ մի հատը այդ երկրորդ հարկն է վարձակալ է, իրանք մշտական ստեղ են աշխատում։ Մնացածները քաղաքով տարբեր տեղեր, ընդ որում Մոսկվայից էլ կան ահագին ճարտարապետներ, որոնք էլի այս ընկերության անդամներ են, էլի ոնց որ։ Օրինակ էս պատմեց, որ պապիկի գարաժներ, ստեղ սարքել են երեխեքը իրանց համար մակետներ են ստեղ պատրաստում, էլի։ Այս են ստեղը, այո, ես ինձ շատ ծանոթ է, ընկերս միշտ մակետներ էր պատրաստում, տանը։ Սենց, տեսանք Մարկ Գրիգորյանն էլ էր եկել։ Պատմեց մեր կողքին։ Մեկը տեսնեմ իրանք տեքստի վրա պատմում կպատ, գրած աղսա։ Բարեձեզ։ Օ, բարեձեզ։ Ես ես այդ զավոչնը ծանոթ եմ, ձեր հոդվածները բանը կարդացել եմ, շատ հավանում եմ ասեմ մի դեպ։ Դուք Մոսկվայում եք ապրում։ Հիմա չէ։ Երևանում։ Այո։ Այո։ Պատերազմից հետո Երևանում։ Երևանում եք։ Իսկ ինչով եք զբաղվում։ Ճարտարապետությամբ, տեսությամբ, պատմությամբ։ Այսինքն հենց ճարտարապետության պատվերներ բաներ ունեք, կատարում եք։ Ես եմ նախագծում այն ժամանակ նախագծում, հիմա շատ զբաղված եմ գրքերով եւ տեսական աշխատանքով։ Հասկացա։ Ես ուզում եմ ուղղակի ձեզ իմ անձնական շնորհակալությունը հայտնեմ, որտեղ միշտ հաճույքով եմ ձեզ լսում։ Ես եմ ձեզ շնորհակալ։ Հա, շատ լավ։ Նույնիսկ լսում եք։ Դե մի անգամ ասենք երևի կարդացի Հյուսիսային պողոտայի մասին էին ձեր մտքերը, շատ համահունջ էր ինձ համար։ Հետո գիտեք այդ գրողների միության Սևանում այդ բանը որ կար, շատ լավ ներկայացվեց, դուք էլ խոսացիք այնտեղ։ Հա, դե այդ շարքը անցյալ տարի արեցին։ Հա։ Ոչինչ, այնքան պրոֆեսիոնալ չէր, բայց դե միևնույնն է։ Չէ, մեկը հետաքրքիր էր, շատ հետաքրքիր էր։ Այո։ Իսկ ո՞նց եք կարծում, այդ կվերականգնվի մի օր այդ գրողների միության հետ։ Շեդևրը։ Միայն փողի հարց է։ Իրոք շեդևր է, էլի, չէ։ Մեզ մոտ այն դեռ հասարակությունը եւ հանրային բիզնեսը չի հասունացել, որպեսզի նման ներդրումներ անեն։ Այո։ Մեզ մոտ դեռ ոչ մի նման բանի ներդրում պատրաստ չեն։ Տեսնում եք ամառային կինո Մոսկվան ամենաէժանագինն է դրանցից։ Այո։ Այնտեղ չնչին գումարներ է պետք համեմատած, միևնույնն է ոչ ոք չեն կարողանում դա։ Մեր հասարակությունը պատրաստ չի տեսա աղքատ մտածելակերպի հասարակություն։ Այո։ Այդ բիզնես հասարակության մասին եմ ասում, ժողովրդի մասին չեմ, բիզնես։ Այո։ Բիզնեսը աղքատ բիզնես է, էլի։ Հա, մտքով աղքատ։ Մտքով աղքատ բիզնես է։ Անընդհատ փողը միայն պլյուս, ռեպուտացիոն ոնց որ նվաճումների մասին նրանք չեն կարողանում, էլի ռեպուտացիոն այդ որ 10 միլիոն դոլար դրեցի, դու դառնում ես, չգիտեմ, այս տարիներ շարունակ քո անունը կհոլովի, կմնաս պատմության մեջ։ Այո։ Հասորեն ստացվում է, ասենք Մանթաշովի բանի ժամանակ ահագին ավելի առաջադեմ էին մտածում։ Այդ մտքի անցել է այդ բանը, որտեղ Մանթաշովը բնականաբար չես կարող համարել ինչ-որ մի ինտելեկտուալ մարդ, է՞։ Այո։ Գիտեք, բորդելներով Փարիզի գած այդպիսի մարդ է եղել։ Դե դա բաց բան չի, ես չեմ ուզում ասել, բայց այդ է էությունը Մանթաշովը, բայց Խրիմյան հայրիկի երևի ազդեցության տակ է եղել, օրինակ Կոմիտասին ֆինանսավորել է։ Շատերին է ֆինանսավորել։ Կարծեմ 200 հոգի է եղել այդ մեծ թիմը։ Կոմիտասին, բայց մեկը բավական է։ Այդ դի հասկանան, որ բավականա մի հատ նա չէր մնա պատմության մեջ։ Դե հա։ Ինչով պետք է։ Կամ ասենք Գուելը ու բանը էլի, չէ՞։ Գաուջին էլի։ Հա, նույն Գուելը։ Գաուջի շնորհիվ դե ով էր իմանալու Գուելով է։ Մոռանալու էին գնա։ Այո, այո։ Մարոզովը եւ Ստանիսլավսկին։ Այո, այո։ Որը բոլշևիկներին էր ֆինանսավորում մի կողմից, բայց այդ բոլորը մոռացվեց, որտեղ մխատը։ Այո։ Կամ Տրիչակովսկի Գալիրեան, էլի, մի խոսքով էլի օրինակները ահագին շատ են, եթե մի քիչ
Բիզնեսմենները մտածեն։ Դե Ծառուկյանը ուզում է ասեն Քրիստոսին։ Այս սարսափահար բան է, այդ մի անտանելի, մեր լանդշաֆտն է փչացնելու, այդ մի անտանելի, մեզ համար սարերն են։ Մենք սարերի վրա, նույնիսկ եկեղեցիները սարերի վրա չէին դնում, երբեք, մի քիչ ներքև, ոչ ոք չէր բերում, ոչ ոք չէր բերում, դա պրիմիտիվ մոտեցում էր, այսպես բերում, ոսկեպարն է, տենց, բայց նա բլրիկ է, այն որ, գիտեք ոսկեպարը, բայց հիմնական Սևանը լավագույն օրինակը նայեք, Սևանը երաչենից այսպես, հանճարներ էին այդ մարդիկ, այո, բնության հետ, ոնց որ մեջից, բնությունից ծնված, դուրս եկած հարգանք էլի կա բնության նկատմամբ, ընդհանուր համեստություն, նաև, հետո այդ եկեղեցին բան էս չէ, որ պիտի ոնց որ ազդեցություն ունենար, և նրանք կարողանում էին այդ ազդեցությունը ճաշակ ամեն ինչ այո, ոգևոր Աստվածաշնչի ամբողջ չէ բովանդակությունը պիտի կարողանար նա արտահայտել և կարողանում էր այո շնորհակալություն ձեզ շատ դե անցնենք տնենք հա լեկցիա է լինելու սա ավելի շուտ զրույց է հարևանություն Շող խմելու ենք, հա? Ահա Այսեն զրույցներ պետք է լինի, հա? Չէ, դե ես իմ խելքի բանը չի մեկնաբանելը կամ ցույց տալը կարճման կարճ կանդրադառնանք Անայդ ինչ-որ լավ տեղ նստեց Ես են կողքը Ֆրեյդուն Անայդի տղայից իմացա այդքան սխալ չէի Ասում մենք Ֆրեյդուն ենք ասում, բայց դե ես գրած հանդիպել էի Ֆրեյդուն Ֆրեյդուն, բայց Ֆրեյդուն էլ կար գրած Դելա Ֆրեյդուն կասենք Եթե ընտանիքում դից են ասում Երկու բառ եմ ասելու, շատ չեմ սանալաբնի Երբ որ գրադարանի գաղափարը ծնվեց չգիտեմ, պատահականություններին պետք է հավատալ թե չէ, շատ պատահական մեզ առաջարկեցին հետաքրքրվել, որ այս տունը կարելի է վարձով վերցնել եւ բնականաբար մի անգամից ասեցինք, հա, ինչ-որ բան համընկել է ու ուրեմն մեր գրադարան բացելու գաղափարը ճիշտ աշխատող գաղափար է, որովհետեւ ինչ-որ շատ խորը իմաստներ կան մեր ստեղ գտնվելու եւ մենք շատ հպարտ ենք եւ ուրախ ենք այսօրվա միջոցառում անցկացնել Երկար չեմ խոսում, խոսքը տալիս եմ Մարկ Գրիգորյանին եւ Կարեն Բալյանին մնացած իրանք ասեն Ես ունեմ մի սկզբունքային հարց հենց ամենասկզբից Ինչ լեզվով խոսեմ Չէ, հայեր են Ես ես խնդրեմ այդ նման սադրանքները մի արեք, որտեղ ես կխոսեմ անգլերեն Ես կխոսեմ, դուք անհարմար կզգաք Շատ պիսատ հանգարում ես Չէ, ես հնարավոր չի, որ սա ցույց է տալիս Հա, սա է սա ցույց տալի, հա Լավ, ոչի Լավ, ես զրվը կտա Հայր Գիտեք, ես բավականին ժամանակ պահանջվեց, որ ես պատրաստվեմ այսօրվա մեր հանդիպմանը, որովհետև Ֆրեյդուն Աղալյանի մասին շատ քիչ բան է հայտնի։ Այնքան քիչ, որ նույնիսկ դժվար է կառուցել մի այսպես լիարժեք դասախոսություն։ Ու դա շատ սխալ է։ Ու դա շատ վատ է, որովհետև մենք պիտի իմանանք Թամանյանի սերնդի ճարտարապետներին։ Իսկ Ֆրեյդուն Աղալյանը Թամանյանից մեծ էր 2 տարով։ Ծնվել էր 1876 թվականին։ Այստեղ նույնիսկ կարող եք տեսնել։ Եվ ուրեմն սովորել էր նույնպես Սանկտ Պետերբուրգում,
Բայց նաև այստեղ մի ուրիշ բավականին ամոթալի բան կա։ Ֆրեյդուն Աղալյանը ծնվել էր Շուշիում։ Եվ մենք մինչև օրս չունենք, գիտեք, ոչ միայն համապարփակ կամ լիարժեք հետազոտություն, այլ նույնիսկ չենք էլ մոտեցել իմանալու, թե ովքեր են Շուշիում ծնված հայ ճարտարապետները։ Իսկ Ֆրեյդուն Աղալյանի հետ միասին ես հիմա այդ ցուցակը փորձեմ ըստ այն բնական կարգի կարդալ ու դուք կտեսնեք 18 հոգի են այստեղ իմ մոտ։ Հայկ Ավետով, Լևոն Աղաջանյան, Արսեն Ահարոնյան, իրան երևի գիտեք, չգիտեք։ Ընդ որում Ֆրեյդուն Աղալյանի առաջի սերունդը հայ ճարտարապետների Հայաստանում ավարտած կրթություն ստացած։ Ընդ որում բոլորը Ֆրեյդուն Աղալյանի ուսանողներն էին։ Եղիշե Համբարձումյան, Թևուրա Բալայան, Ռազդան քաղաքի գլխավոր հատակագից։ Հա, բայց իրա նման արցախցի ճարտարապետ, ընդ որում ես դեռ չնշեցի Մաքսիմին Աթայանց։ Ես հաստատ գիտեմ Սաֆարյանին։ Տեսեք ինչ խումբ ճարտարապետներ կան, որոնք դեռ, չգիտեմ, այս խումբը որպես խումբ դեռ սպասում է իր հետազոտողին։ Այս եկեղեցին Ֆրեյդուն Աղալյանի ստեղծագործությունն է Արմավիրում։ Եկեղեցին հիմա չկա։ Երբ որ ինքը եկավ Երևան, մեզ հայտնի է իր երևանյան շինություններից, այս շենքը մենք բոլորս գիտենք առաջի հերթին, որտեղ հուշատախտակ կա այս շենքի պատին, որ Ֆրեյդուն Աղալյանի ստեղծագործությունն է սա։ Այստեղ տեսեք այդ շենքի մուտքը, այսպես ավելի մոտիկից։ Okay, լավ։ Եվ տեսեք, շատ պարզ երևում է, որ ինքը փորձել է այս շենքը կառուցել օգտագործելով եւ մոդեռնի, այսպես մոտեցումները, միևնույն ժամանակ փորձել է ինչ-որ ձևով հայկականացնել դրանք։ Տեսեք, կապիտի էլի Պուշկինի և Մաշտոցի անկյունային շենքն է սա։ Իհարկե հարկեր են ավելացվել, բայց այս հարկերը ավելացվել են խորհրդային ժամանակ և այդ ժամանակ հարկ ավելացնելը արվում է շատ ավելի կուլտուրական ձևով, քան հիմա է։ Հաջորդ շենքը մոտավորապես նույն ոճի մենք բոլորս գիտենք որպես Փարիզյան սուրճ սրճարանի շենքը։ Եվ տեսեք, այստեղ նույնպես ընդգծված ձևով մուտքը ձևավորված է և առանձնացված։ Իսկ հետո Ֆրեյդուն Աղալյան, ինչպես երևի, գիտեք, երևի իր սերնդի ոչ մի ճարտարապետ այդպես չէր, ինքը սկսեց կառուցել, հիմա ես փորձեմ ցույց տալ, որ ոճապես էականորեն տարբերվում է նախորդ շենքերից, չէ՞, սա տիպիկ կոնստրուկտիվիստական ռացիոնալ ճարտարապետություն է։ Հա, այսինքն հասկանում եք, ինքը լինելով արդեն ձևավորված և հայտնի ճարտարապետ, կարողացավ ընդունել նոր գաղափարները և աշխատել նոր գաղափարների ոգով։ Այս շենքը այսօր իրան նման չի, բայց ունի այս տեսքը։ Եվ ոչ միայն մի ուրիշ հայ ճարտարապետ վրան ավելացրել է կլոր ռոտոնդան, համարելով, որ սա չի Ֆրեյդուն Աղալյանը սա չի հասցրել կամ չի իմացել այդ ռոտոնդայի մասին։ Մանսարդաներով, տպագրիչների ու
Հանրապետություն, տպագրիչների այո։ Հետո մազայիկա արեցին ինչ-որ։ Հենց է, հետո ես վերջացնես դրամա մի հետարքի բան կա այդ շենքին, շասախած հստակ, որտեղ այո, մոդեռնից եկող, մի քիչ էկլեկտիկայից։ Ես որ Ֆրիդուն Աղալյանին նայում եմ ճարտարապետությանը, ինձ թվում է, որ ինքը ազատ էր շատ և մեծ հաճույք էր ստանում, երբ որ աշխատում էր։ Ճարտարապետությունը իրեն շատ այսպես հարազատ, հեշտ տրվող տանջանքներ չի երևում այստեղ։ Նա ազատ աշխատում է տարբեր ձևերը օգտագործելով և հաճույք է ստանում, հասնելով ինչ-որ մի արդյունքի։ Եվ այստեղ մի պահել կա, 20-րդ դարի սկզբում կար հիմնական այսպես երկու ճարտարապետական մասնագիտություն։ Ճարտարապետ նկարիչ, որը որ Ալեքսանդր Թամանյանն էր, և քաղաքացիական ինժեներ կամ ճարտարապետ ինժեներ, որը որ Ֆրիդուն Աղալյանն էր։ Ըստ երևույթին ես կարող եմ ենթադրել միայն, որ այդ ճարտարապետ ինժեներ լինելը նույնպես իր համար այս ազատության գրավականներից մեկն էր։ Ամբողջ կառույցները շատ ռացիոնալ են երևում, ամեն ինչը հստակ, շատ իրեն տեղը ունի։ Այս շենքը Ալավերդյանի վրա, Հանրապետության փողոցի վրա, շատ մի հետաքրքիր բան է այս։ Կառուցված է այն ժամանակվա հնարավորություններին համապատասխան, քարից է կառուցված, բայց վրան արդեն սվաղ է արված, որպեսզի այս ժապավենաձև ճակատները եւ այլն արտահայտվեն։ Նա նման գրեթե նույն շինությունը կամ մի կվարտալ են կողմ քարից կառուցված։ Սա շատ հետաքրքիր բան է, որ սա ում ճարտարապետությունը չափով, նույն իմիջիայլը 4 հարկ, սա բավականին շատ է։ Երևանը աճում էր սենց ժամանակ առ ժամանակ, հա, այստեղ էսա գիրքը կա Երևան գրված, մարտի, աճում էր քայլ առ քայլ, մի հարկ, հետո 2 հարկ։ Թամանյանը ինքը նույնիսկ իր կառավարական տունը, ոնց որ նա ժամանակի մեջ աճում է, նա սկզբից կառուցում է 2 հարկանի, այն թևը, որը կոչվում էր հովժողկոմա, նարկոմզեմի թևը, որտեղ հիմա ֆինանսների նախարարությունն է, Նալբանդյանի ուղղությամբ, նա 2 հարկանի էր, նա հետո նոր երրորդ այդ ատտիկային հարկը Թամանյանը ինքն է ավելացնում, այսինքն քաղաքը աճում էր, ինքն իր մեջ ոնց որ երեխա մեծանում էր տարեց տարի, բայց 4 հարկը դա շատ էր Երևանի համար այն ժամանակ, իսկ այս շենքը 4 հարկով է միանգամից նախագծված։ Հանգիստ կարող ենք ասել, որ սա էքսպերիմենտալ շենքեր իր ժամանակի համար։ Հանգիստ կարելի ասել։ Բունյացյանի շենքերն են 3 հարկանի, 2 հարկանի, և սա 4 հարկանի, այսպիսի արդեն խոշոր, մասշտաբը շատ մեծ տարբերություն է, ընդ որում քաղաքի աճում է, ընդ որում այստեղը հարկը այսօրվա հարկը չի, սրանք բարձր են, սրանք կարելի ասել այսօրվա են, եթե 3.5 մետր, 13-14 մետր բարձրություն ունեն շենքերը, մի կվարտալ են կողմ և այդպես կառուցված է քարից, էլի կիսակլորված այդ բանով, անկյունով և էլի ժապավենաձև, այնտեղ նույն քարից կառուցված ուղղակի հետ ու առաջա շարվածքը, բայց ամբողջ ճարտարապետությունը նույնն է, վերցրել են այլ ճարտարապետ փորձել է օգտագործի այդ Ֆրիդուն Աղալյանի ոճը, թե ինքն է գուցե և նախագծել, գուցե չգիտեք, այստեղ ինքան գաղտնիքներ կան այս արխիվում, սա ճարտարապետների համար երիտասարդ ուսումնասիրության, այսպես լավ աղբյուր է, շատ հարուստ, շատ հետաքրքիր և ավանդն է հետաքրքիր, որ հայր ու որդի են, այսպես երկու խոշոր ճարտարապետ։ Художественная секция Бакинского армянского культурного союза, устраивая для усиления своих средств в помещении Бакинского общественного собрания бал-маскарад с 2 ценными призами,
с отчислением 50% в пользу голодающих армян. Եվ այստեղ տեսեք ամենաներքևիտողը ответственный распорядитель Ֆրեյդուն Աղալյանց։ Սա շատ կարևոր է այս փաստաթուղթը այն առումով, որ ցույց է տալիս, թե Բաքվի հայ համայնքում ինչ կարևոր դեր ուներ ինքը։ Տեսեք մյուսը, Армянский вечер։ Зал дворянского собрания. Петербургна, չէ։ Չէ, սա լա Բաքուն։ Սա էլ է Բաքուն։ Չէ, սա Պետերբուրգն է։ Սա Պետերբուրգն է, հա։ Մի րոպե, նորից։ Армянский вечер, սա էլ է Պետերբուրգը։ Իսկ մեկում անցյալ օրը ցույց տվեցին, այստեղ մի ուշադրություն դարձրու, տես ինչ է գրված։ Ուրեմն գրում է. Продажу шампанского и цветов любезно приняли на себя артистки императорских театров Кшешинская и Петипа. Գինիները վաճառեին և ծաղիկները, և ծաղիկները, և տեսեք թե ինչ, նույս այլ նաև խոսում է են կազմակերպիչների մակարդակի մասին, Կիսլավոծկում, դա հետաքրքիր, որտեղ այդտեղ շատ բան պահպանվել է, ես նույնիսկ մտածում եմ, որ ես մի ընկեր ունեմ, որ միասին մենք սովորել ենք ասպիրանտուրայում, ինքը Կիսլավոծկից էր, Սերգեյ Մայիվը, հայ էր իհարկե, Կիսլավոծկից էր և միթե չի իմանում, այնտեղ կան մարդիկ հատուկ, որոնք որ ուսումնասիրում են, տեսեք թե ինչքան բացահայտելու դեռ թեմաներ կան և ինչ հրաշալի մի աշխատություն կլինի, եթե գրվի այդ Ֆրեյդուն Աղալյանի մասին այդ ամբողջ։ Արմավիրի մասը, ես խոսել եմ Արմավիրի հայ համայնքի նախագահի հետ, հենց հատուկ Ֆրեյդուն Աղալյանի մասին, և պարզվեց, որ կա մի երիտասարդ ուսումնասիրող, ով որ զբաղվում էր հայերի հետքը Արմավիրի մարզում, օբլաստում, այդ թեմայով։ Եվ ինքը կարողացավ ինձ ցույց տալ եւ արվեստանոցի շենքը արդեն գալիս է եւ որտեղից է գալիս Ռոստովից է գալիս, Նախճիվանից է галис, Бաքվից է գալիս, Бաքվից է Да, после вуза он переехал в Баку, а там он, кстати, был замглавным архитектором города Баку. То есть он там очень много у него там было. Միջայլոց մեզ համար դա թեմա է, ոչ միայն ճարտարապետության, ես կասեի, որ նշեցիր այդ Շուշիում ծնված ճարտարապետներին, բայց Շուշիում ծնված նաև մտավորականների ցուցակը կլինի տասնապատիկ մեծ, եւ դա իհարկե մեր ահռելի է մի փաստ է, որ այսօր մենք դրանով ինձ թվում է պարտավոր ենք զբաղվել, թե ինչ քանակի մարդիկ են, ինչ եւ որակի դուրս եկել այդ քաղաքից, բայց նաև շատերը հետո տեղափոխվել են Ղարաբաղում ծնվածները, Շուշիում մասնավորապես, հետո անցել են սովորելու Բաքու, նրանք աշխատել են Բաքվում, որտեղ այնտեղ այդքան բնական է, այդքան հնարավորություն չկար աշխատել, ճարտարապետը չէր կարող այնտեղ աշխատել։ Իսկ Բաքվում նա հասնում է, Բաքվում երկրորդ քաղաքն էր Անդրկովկասի, խոշորագույն։ Петербурга его фактически работал Баку. До 21 года. Но это очень долго, лет 20. А, да это всякий инч. А у него же там целый список построек там. А есть բոլորը, հա, Տիկին Հարությունյան, ուսումնասիրելու չէ։ Բակասն այդ մասի, Ընդհանրապես Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտի շրջանավարտ, հիմնականում հայ ազգությամբ հայերը, կառուցեցին ամբողջ Անդրկովկասը։ Ճիշտ ասած, մենք ձեռնամուխ ենք եղել արդեն տարուց ավել է Սանկտ Պետերբուրգի այդ համալսարանի հետ, որ հիմա կոչվում է ճարտարապետության, այդ հիմա արդեն համալսարան է կոչվում, բայց այդ նույն ինստիտուտն է նախկին, եւ համատեղ հետազոտություն ենք սկսել, իրենք այնտեղից մագիստրոսներ են ներգրավել, դասախոսներ, իրենք ունեն շատ լավ արխիվ եւ սիրով
պատրաստ էին մեր հետ համագործակցել, փորձում ենք նյութերը ամբողջացնել եւ այդ ցուցակում նաեւ Ֆեյդուն Աղալյանը եւ իր սերնդակիցները եւ մենք ուզում ենք բացահայտել այդ ձեռագիրը, որ Սանկտ Պետերբուրգից հետո այդ շրջանավարտները ստեղծեցին ամբողջ Անդրկովկասում, անշուշտ իրենց յուրահատկություններով ամեն քաղաքում, Թիֆլիսը մի տեսակ, Բաքուն, Երևանը եւ Գյումրին նույնպես այդ ամբողջ տարածաշրջանի եւ որոնք տարածվեցին նաեւ այդ առողջարանային քաղաքները կառուցեցին Պիտիգորսկը, Կիսլովոդսկ եւ այդ ամբողջ տարածաշրջանը նույնպես իրենց հետ կգա։ Ուզում ասեմ, մենք էլ զբաղվում ենք կապի մեջ կարող եք լինել եւ նյութերը փոխանակվել։ Кстати, Петербургский вот институт, который уже переименовали его 100 раз, тогда он назывался императора Николая I, сейчас он по-другому называется. Там у них на сайте, они отмечают, он один из первых выпускников этого вуза, и в 1903 он окончил. Да, иранк нашум են իրանք сайте, наши вот первые студенты, и Агалян, там Фридун Агалянцев тогда был. Про него там пишут. Եվ հետաքրքիր է, որ այս մարդը նաև ամբիցիաների հարց է, որ չուներ այդ ամբիցիաները, որ կառուցեր ինչ-որ առանձնակի շենքեր։ Ինքը չի ժառանգել այն ինչ-որ իրեն հնարավորություն կտար շատ հեշտ մտնել մասնագիտության մեջ, որտեղ ընդամենը քանի տարեկան էր, որ հայրը արդեն 14 տարեկան, այսինքն անմիջապես այդ կապը ժառանգորդական չի տեղի ունեցել, նա չի տեսել, նա չի սովորել ճարտարապետություն իր հորից, նա սովորել է ճարտարապետություն ոնց որ եւ մնացած իր սերնդակիցները, այսինքն այդ բոնուսը, որ կարող էր ունենալ, ունեցել է ընդամենը ոչ գործնական, այլ այսպես տրադիցիոն ընտանիքի մեջ եղած։ Ես լավ գիտեի Արմեն Աղալյանին եւ նրա կառույցները, երբ որ ես սկսեցի զբաղվել ճարտարապետության տնտեսությամբ եւ երբ ես ասպիրանտ էի, նրա կառույցները արդեն կային, այդ գիսի շենքը Կոմիտասի են անկյունում, միջին հատվածում, բարձրահարկ այդ կառույցը, դա արդեն կառուցված էր, երբ որ ես գնացի սովորելու Մոսկվա, եւ ես մի հետաքրքիր բան էր, իմ ուսուցիչը, իմ ղեկավարը Յուրի Յարալովը, որը տարին անպայման տարին 1-2 անգամ գալիս էր Հայաստան, եւ մեկ անգամ գալուց հետո այստեղ հանդիպել էր Արմեն Աղալյանին եւ շրջել էր նրա կառույցները եւ հետո մի հոդված գրեց այս բոլորը ես Մոսկվայում էի ինքը հետո ինձ պատմում էր այդ հոդվածը չտպվեց նա այնպես ինքը շատ այսպես պարզ լեզվով էր կարողանում գրել որ կարելի էր նույնիսկ թերթում տպել եւ գրել էր կոմունիստ թերթի համար եւ այդ հոդվածը չէր տպվում զայրանում էր, որտեղ ճարտարապետների միության խորհրդային քարտուղարն էր եւ տեսության ու պատմության հենց այդ գծով, այսինքն գլխավոր տեսաբանն էր խորհրդային եւ կոմունիստ թերթը, որի այն ժամանակ խմբագիրը Բարիս Մկրտչյանն էր, հիշում ես, չէ՞, իհարկե շատ լավ հասկանալի է եւ դա զայրացել էր ուղղակի Արանովը, որ այսպես ոնց կարող է այդպես էլ չտպվեց այդ հոդվածը։ Ես հիմա չունեմ օրինակը, բայց ինչ որտեղ ինձ տվել էր կարդալու։ Պատճառը անհասկանալի էր։ Այդպես էլ բացատրություն չստացվեց։ Բարիս Մկրտչյանից բացատրություն ստանալը շատ բարդ է։ Շատ։ Հետաքրքիր բանը այն էր, որ հետո ինչ որտեղ դա չի հիշում անցած անգամ ու մասնի շատ էին զարմացել, որտեղ Դեմիրճյանը Յարալովն առաջարկել էր կոմունիստ թերթի խմբագիր լինել, որը մի քիչ տարօրինակ էր, որտեղ նա միայն ճարտարապետության մասին էր, շատ ազատ էր, վարժ էր, հրաշալի իհարկե խմբագիր էր, ամբողջ այն 12 հատոր համաշխարհային ճարտարապետության պատմության 12 հատորակի խմբագիրն էր, բայց այնուամենայնիվ այդ առաջարկը ժամանակին այդ հոդվածը կտպվի։ Եթե լիներ խմբագիր այո, բայց իհարկե նա այդ բանին չգնաց։
Եվ ուրեմն իմ հետ ինչի է դասի հիշեցի, որ ոնց որ հերակա ծանոթություններ Արմեն Աղալյանի հետ, հետո մենք արդեն հաճախ հանդիպում էինք, երբ ես Երևանում էի ապրում, ճարտարապետի տանը, Երևանի ճարտարապետի տանը, որտեղ հավաքներ էր լինում, քննարկումներ էր լինում, պլենումներ էր լինում եւ Արմեն Աղալյանը շատ տեսակ ոնց որ վիզիլյանս է, ոնց որ այդ առանձնանում էր, առանձնանում էր իր եւ հասակով եւ այսպես հրաշալի իր սկեցվածքով, նաեւ իր բարիությամբ, որտեղ միշտ բարի ժպիտ ուներ եւ բոլորի հետ շատ բարի հարաբերությունների մեջ էր։ Եվ այդպիսի մարդ է, ես ինձ հետո է դա եղել, ես ավարտել եմ ավելի շուտ, երբ որ նա այդպիսի մարդ ճարտարապետական ֆակուլտետի դեկանն էր, ես պատկերացնում եմ, թե ինչքան լավ մթնոլորտ էր երևի թե դու իրեն օրոք ես սովորել, ես հաստատում ես։ Հիմա այդ ճարտարապետության մասին, սա մի ճարտարապետություն էր, որը եւս այնքան չէր գնում այն ընդհանուր մեյնստրիմի մեջ, այն ուղու մեջ, որը որ կար այդ ժամանակ։ Արմեն Աղալյանի ճարտարապետության մասին եմ ասել։ Այս իմաստով իր հոր հետ կարելի է զուգահեռ անցկացնել, որտեղ ոնց որ ասեցի, նրա ճարտարապետությունն էլ թամայնական չէր փորձում նմանվել, փորձում էր մնալ ինքնուրույն, այստեղ այս ճարտարապետությունը եւս սա շատ բարդ շրջան էր ավելի, երբ որ հոր ժամանակ ճարտարապետները մի քանիսն էին, մատների վրա կարելի էր հաշվել։ Այստեղ արդեն մի բանակ էր, ինստիտուտներ էին, հարյուրավոր ճարտարապետներ էին, մի քանի 100 ճարտարապետներ, ընդ որում դրանց 10-20-ը ուղղակի առաջնակարգ, այսպես եվրոպական մակարդակի ճարտարապետներ էին։ Նրանց հետ հավասար լինել եւ կարողանալ ինքնուրույն լինել, դա հեշտ բան չէր։ Եվ այս կայանը հեռախոսային, հա, հեռախոսային կայանը ես կասեի, որ այն ժամանակ Երևանում այսպիսի կառույցներ չկային։ Հիմա չկա։ Հիմա չկա։ Այն ժամանակ այդ կառույցը հետո եվրոպական ճարտարապետության մեջ ավելի ուշ եղավ այդ ոճը, այդպիսի բետոնի այդ ճարտարապետությունը, այդ թափանցիկ ճարտարապետությունը, որը որ ես կասեի, որ նույնիսկ կարելի է գնալ դեպի այդպիսի շվեյցարացիներ կան, երկու Հերցոգ Դեմիրոն, նրանք շատ այսպես բաներ ունեն արված այդ ձևով եւ սա ինչ որ չափով թվում է թե մեր ճարտարապետությունը չի, բայց այսօր տեսեք թե ինչքան լավ է այդ հեռախոսային կայանի ճարտարապետությունը, ես այն ժամանակ էլ դա ինձ շատ էր դուր գալիս, գուցե ավելի շատ քան այս բարձրահարկը, բարձրահարկում կար այդ քարի մասը, ընդհանրապես այնտեղ էլ կար, եւ դա բնորոշ դարձել է ոնց որ ինչ-որ բրենդային իրեն համար, որ հետո Պոլիտեխնիկ ինստիտուտի այդ մասնաշենքը որ լիներ բարձր, նախագծված էր շատ բարձր այդ անկյունային շենքը։ Դա մի մասը կառուցվեց, դա պիտի լիներ բարձրահարկ եւ այդ բարձրահարկ լինելու դեպքում կհասկացվեր նրա մասշտաբը ներքևի, ուրեմն տուֆի, կարմիր տուֆի հատվածի հետ։ Այս անմիջական է, փոխանցումը չի եղել որը որտու, բայց իրականում դու է պաստորեն Պետերբուրգում կոնսերվատորը Չութակով էր ավարտել, հա, իսկ Արմենը Լումանոսյանը դաշնամուր։ Դե ճարտարապետն ու երաժշտությունը իհարկե Дорогие друзья, вам большое спасибо.
огромное человеческое спасибо. Очень интересный был у нас вечер. Наши выступающие Марк Григорян и Карен Балян рассказали очень великолепные исторические факты. Меня даже Արտաժան մի վարքյան էլի Անահիտը հասկանում եմ որպես տանտիրուհի շատ զբաղված է շատ գոյակապ երեկո էր հաջողված դա իմ կարծիքն է ու բոլորովին հանկարծակից չէ էլի որ հիմա դարել է ոնց որ ընկերություն ճարտարապետների այս օջախում էլի մենք աղջկերքը եւ մենք էլ այս տունը մեզ համար իրանց համար շատ մեծ նշանակություն ուներ որ սկսում էին ասում էին վաճառային, հանձնային, ինչ-որ այս մարդիկ են, մարդիկ չգիտեմ ինչ, ու որ այս ասենք ճարտարապետները եկան, մեծ հաճույքով, ոնց որ как-то нет этой зазрения совести, или вот в этом доме этот дух, в этом очаге он сохранился. Ու ես կարծում եմ իրանց արկայության դեպքում էլ սա հեշտ ստացվեց, չէ՞, երեկո մասնակիցները հաջողով եկան։ Սրտե ուրախանում եմ, որ այսքան երիտասարդ ճարտարապետներ եմ տեսնում, որ այդ մեր ոնց որ ասում են հայ ժողովրդի созидатель մենք ստեղծագործ творческий ազգենք, էլի, это продолжается, и это продолжается, ասենք, в нашем доме тоже, это меня очень радует, էլի, наше մասելով իմ կնոջտանը։ Այո, շատ հաջողված, հաճելի երեկո էր, շնորհակալություն ձեզ։ Դե ժողովուրդ ջան, լավ մնաք, Անահիտին գտնելը հեշտ գործ չի, Աղալյանին նկատի ունեմ։ Ժան լավ մնաք, միշտ առողջ լինեք և խաղաղ երկինք։ Շատ հետաքրքիր երեկո էր, շատ։ Այո։